Հարգելի ներկաներ, այժմ կհնչե Արևմտյան Հայաստանի Հանրապետության օրհներգը։ Խնդրեմ հոդընկայս։ Հարգելի ներկաներ, խնդրեմ չնստել, այժմ մեկ վայրկյան լռությամբ կհարգենք մեր բոլոր ժամանակներու հերոսներու եւ նահատակներու հիշադակը։ Շնորհակալություն։ Բադվելի պատգամավորներ, հարգելի ներկաներ եւ հյուրեր։ Այսօր 2025 թվականի նոյեմբեր 22-ին մենք համախմբված ենք Արևմտյան Հայաստանի ազգային ժողովի արտահերթ նիստին կարևորագույն որոշում կայացնելու նպատակով։ Այս նիստին ընթացքին մենք պիտի ընտրենք Արևմտյան Հայաստանի նախագահը, այն առաջնորդը, ով կստանձնե մեր ժողովրդի իրավունքներու, մեր պատմության եւ մեր պետականության պաշտպանության վեհ պատասխանատվությունը։ Այսօր մենք միայն ընտրություն չենք կատարեր, այլ նաև կվերահաստատենք մեր հավատքը Արևմտյան Հայաստանի ապագայի հանդեպ։ Մեր ժողովուրդը դարեր շարունակ ապացուցած է, որ նույնիսկ ամենադժվար պայմաններու մեջ կարելի է կերտել իր սեփական ճամփան։ Եվ այսօր այդ ճամփան դարձյալ կանցնի մեր միասնական կամքի միջով։ Թող մեր որոշումը ըլլա բարձ, արդար եւ պատասխանատու, հանուն մեր ժողովրդի արժանապատվության, հանուն պատմական արդարության եւ մեր սերունդներուն խաղաղ ապագայի։ Հարգելի ներկաներ, կհայտարարեմ Արևմտյան Հայաստանի ազգային ժողովի արտահերթ նիստը բացված։ Շնորհակալություն։ Հարգելի հյուրեր, ներկաներ, բարի եկաք Արևմտյան Հայաստանի Հանրապետության միջոցառմանը։ Հարգանքներս բոլոր դեսպաններին, որոնք պատասխանեցին մեր հրավերին։ Առանձնահատուկ շնորհակալություն Սիրիայի դեսպան մեծարգոտիկին Նորա Արիսյանին եւ Քուվեյթի դեսպանությանը։ Շնորհակալություն լրատվամիջոցներին, շնորհակալություն այն կազմակերպություններին եւ միություններին, որոնք այժմ ներկա են մեր միջոցառմանը եւ ներկա բոլոր մասնակիցներին։
Հարգելի պատվիրակներ, հարգելի հյուրեր, պատգամավորները այժմ պետքա գրանցվեն եւ մենք պետք է սկսենք մեր հերթական նիստը։ Ես այժմ կընթերցեմ օրակարգը, որից անմիջապես հետո ներկաները եւ հյուրերը կմասնակցեն որպես վկաներ այս ամբողջին եւ օրակարգը կհաստատի մեր պատգամավորները։ Օրակարգը սկսվում է պատգամավորների ներկայացում եւ քվորումի համար ձայների հաշվարկ։ Թեկնածուների ներկայացում կարճ կենսագրական թեկնածուի։ Առաջին մաս քվեարկության թեկնածուի պատգամավորները կքվեարկեն թեկնածուի օգտին կողմ, դեմ, ձեռնպահ, հոդված 71 սահմանադրությամբ։ Ձայների 66%-ը 2/3 ստանալու պարագային թեկնածուն կընտրվի Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ, հոդված 71։ Պատվիրակների եւ հյուրերի ելույթներ։ Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահի լիազորությունների փոխանցում։ Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահի ելույթը նախագահի երդման արարողությունը։ Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահը կընդունի կառավարության հրաժարականը ազգային ժողովի նիստին, հոդված 76։ Արևմտյան Հայաստանի Հանրապետության խորհրդարանի շնորհավորական խոսքը։ Կառավարության խորհուրդ, հոդված 76։ Արևմտյան Հայաստանի Հանրապետության նորընտրին նախագահը կընդունի կառավարության հրաժարականը կամ կվերահաստատի իր վստահությունը ազգային ժողովի նիստին։ Արևմտյան Հայաստանի Հանրապետության կառավարության խորհրդի նշանակումը։ Լեոնիդ Ազգալյանի ծննդյան օրն է 22 նոյեմբեր 1942 թվական, այսօր կդառնար 83 տարեկան։ Ուոդրո Ուիլսոնի իրավարար վճռի 105-րդ ամյակը։ Նաև հայոց իշխանի շղթայի փոխանցում, պատվավոր հյուրասիրություն։ Կխնդրեմ, եթե կա որևէ մեկը, որ դեմ է մեր օրակարգին, հենց հիմա արտահայտվի։ Չկա դեմ։ Շատ բարի։ Այժմ պատգամավորներին ներկայացվում է քվորումի համար ձայների հաշվարկը, թեկնածուների ներկայացումը։ Կխնդրեմ ովքեր ներկա են ձեռք բարձրացնեն, որպեսզի հաշվի մեր քարտուղարը ազգային ժողովի պատվիրակները բոլորը, այնուհետև Արմինակ Աբրահամյանի կենսագրությունը։ Հիմա խնդրեմ բոլորը ձեռք բարձրացնեն մեր պատվիրակները, ովքեր ներկա են։ 17 ներկա այժմ մեր դահլիճում ներկա պատգամավորներ, պատվիրակներ եւ նաեւ Zoom-ով 5 պատգամավոր, 23 լիազորագիր, թիվը 22 հոգի ներկա, 23 լիազորագիր, լինում է 45 պատգամավորի մանդատ, որը լիազորագրով եւ ներկա պատգամավորներով, նաեւ Zoom-ի պատգամավորներով մասնակցում են։ Հարգելի պատգամավորներ, պատվիրակներ եւ հարգելի հյուրեր, այժմ ես պետք է ձեզ ներկայացնեմ մի ցուցակ, այսինքն ցուցակը անվանական չեմ ներկայացնելու։ Պատգամավորները ամբողջ աշխարհից մեզ մոտ 64 պատվիրակներ են, 64 անձեր։ Քանի որ ես ամիսներ շարունակ արդեն բոլոր մեթոդներով բոլորին հայտնել եմ այս մասին, օրակարգը բոլորին հասու է եղել, նույնիսկ անձնապես զանգահարելով ինձ մոտ ցուցակում 64 պատգամավորից 14 պատգամավոր առհասարակ
ոչ մի մոտեցում լուր իրենց մասին չեն տվել։ Ես ոչ մեկից ոչ մի լուր չունեմ, ուստի ազնիվ է, որ մենք 64 պատգամավորից 14 պատգամավորին այս պահին հաշվարկից հանենք, որովհետև նրանք չեն կարող մասնակցել մի հաշվարկի, որ իրենք ոչ մի դեպքում մասնակից չեն եղել ընդհանրապես աշխատանքներին։ Ազնիվ է, որ մենք այժմ 50 պատգամավորի միջև կատարենք ընտրությունը, որպեսզի 66%-ը, ինչպես ես ընթերցեցի մեր օրակարգում, ապահովվի։ Այժմ ես կցանկանամ, որ դուք արդեն պատրաստվեք քվեարկությանը։ Ինչպես արդեն հայտնի դարձավ, մեզ մոտ մեկ թեկնածու է պարոն Արմենակ Աբրահամյանը եւ դուք ընտրելու եք պարոն Արմենակ Աբրահամյանին։ Ես այժմ հենց սկիզբը ձեզ հարցնելու եմ, ով է դեմ պարոն Արմենակ Աբրահամյանի թեկնածությանը։ Ես նաև հետևելու եմ Zoom-ով մեր պատգամավորներին, մեր պատվիրակներին, որովհետև Zoom-ով կարող են պատասխանել, որ դեմ են իրենք։ Այժմ հարցս արդեն ով է կողմ պարոն Արմենակ Աբրահամյանի թեկնածությանը որպես նախագահ։ Կխնդրեի, որ Zoom-ով հնարավորինս, եթե հնարավոր է, գրեք ձեր և լիազորված անձանց կողմից և ձեր անունից գրեք, դուք կողմ եք և որպեսզի հաշվարկի մեջ լինի։ Շատ բարի։ Հաշվում ես։ Շնորհակալություն։ Մեզ մոտ քանի որ չկա դեմ պատգամավոր եւ գրանցված էին եւ լիազորագրերով եւ ներկա պատգամավորներով եւ նաեւ Zoom-ի ներկա պատգամավորների հաշիվները, մեզ մոտ ստացվեց 47 պատգամավոր, որ ընտրեց պարոն Արմենակ Աբրահամյանին։ 66%-ը դա 32 պատգամավոր էր, որ պետք է 50 պատգամավորից ընտրեին պարոն նախագահին, որպեսզի ինքը անցներ։ Այսինքն մեզ մոտ ստացվում է 70-ից բարձր 80%։ Ես այս պահին արդեն հայտարարում եմ, որ պարոն Արմենակ Աբրահամյանը դարձավ Արևմտյան Հայաստանի Հանրապետության կրկին նախագահ երրորդ անգամ։ Շնորհակալ եմ բոլորիցդ։ Այժմ ես դիմում եմ արդեն դահլիճին, որպեսզի դահլիճից, եթե ցանկացողներ կլինեն եւ մեր պատվիրակներից եւ մեր հյուրերից, կխնդրեմ, եթե ցանկանում են ձայն խնդրել, համեցեք մեծ սիրով։ Բարև ձեզ, իմ անունն է Ջորջ, ես Միացյալ Նահանգներից, եղել ենք ես պարոն Աբրահամյանը եղել ենք իրար ընկերներ, մարտական ընկերներ։ Ես եմ Միացյալ Նահանգներից Շուշի ազատագրմանը կամավոր եմ մեկնել եւ ծանոթացել եմ պարոն Աբրահամյանի հետ եւ այսօր ես գտնում եմ արժանի նախագահ մենք ընտրեցինք մեր Արևմտյան Հայաստանի համար։ Ես ողջունում եմ քեզ Արմենակ ջան, ցանկանում եմ քեզ առողջություն, հաջողություն այս գործի մեջ եւ ցանկանում եմ, որ ինչքան շուտ մենք կարողանանք մեր ոչ թե կորցրած, այլ կարողանանք վերադառնանք մեր Արևմտյան Հայաստանում բոլորս շուտով։ Մյուս նիստը թող լինի այնտեղ։ Շնորհակալություն։
Հարգելի մասնակիցներ, իրոք այս օրը հզոր օր է, հզոր իր իմաստով, անցյալի պատմական էջերով և անհատ կերտվածքներով։ Այսօր մարտական կազմի կողմից Վահագնի հավաստագիր է տրվում ևս մեկ հաղթական համոզիչ քայլ Արմենակ Աբրահամյանին Վահագն զորության ռազմի աստված արձանիկը շնորհվում է ազգային գաղափարների կրող հայոց արմատներին հավատարիմ զորեղ հային։ Հիմնադիր նախագահ Մրուք Կարո, շնորհավորում ենք ձեզ հաղթական, կրկնակի, առավել բեղում ընթացքով։ Լեոնիդի ծնունդներ շնորհավոր Անպայման, մեր հրամանատարի, անպայման։ շնորհավորում եմ նաև այսօրվա արդիվ։ Մեծ պատիվ է ինձի համար եւ միասին պիտի շնորհավորենք պարոն Ասկալյանի ծննդյան օրը Քիշնովերցը։ Շատ շնորհակալ եմ։ Միասին, հավեր շախտան։ Պարոն Աբրահամյան, բոլորս այսօր հպարտ ենք և կրկին անգամ շնորհավորում ենք ձեր նախագահի ընտրվելու կապակցությամբ և մենք գիտենք, թե ինչ անհատ ենք ընտրել այսօր այս պաշտոնում, որովհետև տեսել ենք ձեր անցած ուղին, տեսել ենք այն գործունեությունը, ականատեսն ենք եղել այն գործունեության կատարման, որ դուք եք իրականացրել հայ ազգի համար։ Դա մեզ համար մեծ պատիվ է ունենալու ձեզ պես նախագահ Արևմտյան Հայաստանի։ Շնորհավորում եմ կրկին։ Հարգելի ներկաներ, ես ուզում եմ շուշեցիների անունից շնորհավորել պարոն Աբրահամյանին վերստին ընտրվելու համար։ Մեծ հույսեր ենք կապում պարոն Աբրահամյանի հետ, իհարկե այսօր ստեղ 5 շուշեցի ներկա են, և ես ուզում եմ առիթից օգտվելով նաև ասել, որ Շուշիում գործող Մալինիվի բերետների ներկայացուցիչը Նորիկ Հարությունյանը խնդրել է իր անունից շնորհավորել ձեզ և բոլորով հույսով սպասում են, որ շուտով Շուշի կազատագրենք և դա կլինի Արևմտյան Հայաստանի ազատագրման նախերգանք։ Մեծարգո պարոն նախագահ, շնորհավորում եմ ձեզ վերընտրվելու կապակցությամբ և վստահ եմ, որ ձեր նախագահության օրոք Արևմտյան Հայաստանը ավելի կընդլայնի իր դիրքերը և կամրապնդի, հատկապես միջազգային հարթակներում։ Հպարտանում եմ ձեզանով, ձեր գործունեությունը, ձեր արժեքը, ձեր շատ կարևոր է Արևմտյան Հայաստանի համար։ Շատ շնորհակալություն, պարոն նախագահ։ Հարգելիներս, այժմ, ինչպես արդեն ասվեց օրակարգում, Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահի լիազորությունների փոխանցում։ Մոտ 2 տարի առաջ, հունվար 20-ին, Արևմտյան Հայաստանի Հանրապետության խորհրդարանի անդամները քվեարկեցին և ընտրեցին զիս Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ։ Ուզեմ շնորհակալություն հայտնել վստահություն ցուցաբերելու համար։ Նաև ուզեմ շնորհակալություն հայտնել ամբողջ կառավարության, որուն հետ մեր շաբաթական հանդիպումները անխափան կերպով շարունակած ենք։ Կգնահատեմ խորհրդարանի և անոր նախագահին Տիկին Նելի Հարությունյանին, ինչպես նաև Արևմտյան Հայաստանի ազգային ժողովրդի նախագահ պարոն Արմենակ Աբրահամյանին կատարած աշխատանքը։ Այսօր ես հրաժարական կտամ այս պաշտոնեն ինձ մի անգախ պատճառներով, բայց
իմ աշխատանքը եւ նվիրվածությունը գմնա անկուկո։ Վերջին երկու տարիներուն ընթացքին ես ապահովված եմ մեր պետության շարունակականությունը եւ անոր բոլոր միջազգային օրեն ճանաչված իրավունքները։ Արևմտյան Հայաստանի կողմից ստացված իրավական փաթեթը անհատետ է պետություններու պատմության մեջ։ Այս ճանաչումը ծեր դերված է Սևրի աշնագիրի մասնակից պետություններու տորակությամբ, որ այս օրակ ուժի մեջ գմնա, ինչպես նաև նոյեմբերի 22 իրավարար վճիրը, որ գորոշե մեր պետության եւ Թուրքիայի միջև սահմանը, որ այսօր մենք գնշենք։ Վերջին երկու տարիներուն մենք մեծ եւ հրաշալի գործեր իրականացուցինք մեր ազգին համար։ Աշխարհին, հատկապես մագին, հիշեցուցած ենք մեր բնիկ ժողովուրդներու իրավունքներու մասին։ Եվ բացացուցած ենք բոլոր բնիկ ժողովուրդներու ներառյալ մեր սեփական ժողովրդին օհատասման հարցը։ Այս նպատակով Գերմանիայի եւ Ֆրանսիայի գրգված են համապատասխան երկու տվյալական կորս։ Նախ Գերմանիայի մասնակցությունը, ցեղասպանությունը հայերու հանդեպ եւ Ֆրանսիայի բացասխանությունը գիլիգի հավանդատի վերաբերյալ։ Սա երբեք չի եղած հայ ազգի պատմության մեջ։ Կան նաև գործընթացներ Եվրոպայի մարդու իրավունքներու դատարանի մեջ։ Ի պաշտպանություն Արցախի բռնություն։ Ուզեմ հիշեցնել, որ Արևմտյան Հայաստանը այս հարցի մեջ ստացած է պաշտոնական մանդատ։ Արևմտյան Հայաստանը բայկարի մեջ է, որովհետև գիտեք, որ հանցագործություններ դակավին գործեն։ Մեր ազգի ոչնչացման ծրագիրը, որ սկսված է 1894 թվականին, կշարունակվի մեր ժողովրդի ցեղասպանությամբ եւ մեր տարածքներու մասնադումով, որուն վերջին գործունեությունը Արցախն էր։ Այս բոլոր հարցերը գծեցին կապիտելու մեր պետության եւ մեր գոյությունը կանտելու համար։ Ահա, թե ինչու մեր ազգին ոչ գնենք բայկարի եւ այդ բայկարի առաջին քայլը Արևմտյան Հայաստանի պետության գողքին գանգնելն է, դառնալով անոր քաղաքացիները եւ զորացնելով զայն։ Ողջունեմ այս սրահի մեջ բոլոր ներկաներուն, բոլոր անոնց, որոնք մեզ գհետևին եւ վստահ եմ, որ մեր ազգը մեծ տիվով պիտի միանա մեզի։ Այս ազգը, որ գտնվի բռնակրված Արևմտյան Հայաստանի մեջ գտարավի։ Մեր կողերու բռնակրվան բաշխարով ջնշման ծախսակները։ Դիմադրության բայկարը գշարնակի։ Արևմտյան Հայաստանի ռոշակակիրներուն պարտականությունն է ներգայացնել հատկապես երկու համաշխարհային պատերազմներու հիշադակի արարողություններու, ուր Արևմտյան Հայաստանի զավակները ինքան բադվո տաշտի մեջ։ Բայկարը գվերապերի նաև
Արևմտյան Հայաստանում ակսորված բնիկ հայերուն վերադարձի իրավունքին, ինչպես նաև Արցախի բնիկ բնակչության վերադարձի իրավունքին հարցը, որ Արևմտյան Հայաստանի գրքին առաջնային դիրքերու մեջ։ Մենք ընտրած ենք գոյություն ունենալ մեր կողմը, մեր ամենականգարժեք պոլիտիկական աղբյուրը, այն հողը, որ մեզ ներդած է, որ մեզ դարձուցած է այնպես, ինչպես որ կան։ Տասնամյակներ շարունակ այն ազգի պատմության մեջ շարունակ կատարված են գերձավարություններ, հանցավոր հմպավորումներու կողմէ, ազգին բադանտրելով մեր տարածքներու բաժանումը մաքսնատումը, եւ ի վերջո դանելով դեպի ամբողջական ցեղասպանություն։ Մեր տարածքներու մասնատման հարցի մեջ մենք գոհաստատենք, որ Արցախը, Նախիջևանը եւ այլ տարածքներ բնակրված հայկական հողեր են, ինչպես Արևմտյան Հայաստանը։ Մասիսիլերը մեր խորհրդանիշն է, մեր ինքնությունն է, ինչպես Ֆուժիլերը Ճապոնիային համար։ Բաժանումի հարցին մեջ հայ ազգը մեկ է, եւ Արևմտյան Հայաստանի մեր 10 միլիոնեն ավելի հայրենակիցներ նույնքան հայ են, որքան Արևելյան Հայաստանի մեջ ապրող 2 միլիոն։ Անոնք նալ կուբունին ինյուն դողմեն մասիսի հովիդին ստորոդը ապրող պնդիկ ժողվուրդն են։ Վերջապես, ցեղասպանությունը բնորոշ է նախորդ երկու կետերում, որովհետև բաժանված եւ իր հողեն զրկված ազգը, որ սահմանապակված է Երևանի իշխանություններու, վերահսկողության տակ գտնվող փոքրիկ մասով չի գտնվում։ Այս փոքրիկ մասը, որով այ ազգը պետք է բավարարվի, իբր թե մինչդեռ մեր հողերուն մեծ մասը տարանված է անօրինական ձևով, յուրացված եւ ուր մեր ազգի մեծ մասը գդարավի բռնակրվող բռնաբեդության դար։ Ինչու է այս ցանկությունը օդարելու մեզ, մեր հողը եւ մեր բնակչության մեծ մասը։ Ինչու է ցանկությունը մեզ կարացնելու մեր մասիս լերեն։ Ընդհանրակը ասկին անհրաժեշտ են իր լիճերը, անդարները, լեռները եւ բնության ամբողջ հարստությունը, ինչպես եղած է ժամանակներու սկիզբեն իվեր։ Ասկին անհրաժեշտ են իր լեռները մաքուր պայծառ ջուրերը, որոնք պետք է մեծ զարգին վարդավարի օրերուն եւ ոչ թե նվաստացուցիչ սևով հրանոթի բայթուվով հրաբարագին մեջ ծրվի։ Ջուրը ունի հիշողություն եւ զայն անպարկեշտ երբով շտկրտելը վատները ժայ աբակայի մշան։ Մենք մեր լեռներն ենք գրկե բանաստեղծը։ Մասիսը գհսկե մեր ազգը եւ անոր նությունը ալբիդի շարունակվի հայտյա։ Ժամանակն է լսելու այն բակմական դիշմարտությունը, որ գգազմի մեր հավաքային հիմքը։ Այ ազգի համար միակ պետությունը, որ միջազգային ճանաչում ստացած է եւ ունի պաշտոնական սահման Արևմտյան Հայաստանի հանրապետությունն է։ Մնացյալ բոլոր ոսակցությունները լեգիտիմություն չունի, որովհետև զուրկ են իրավական հիմքեր։
մեր ազգի համար։ Հաղահությունը անգարելի է, եթե չկարողվի Սևրի պայմանագիրը եւ անոր հետ կապված Ուիլսոնի իրավարար վճիռը։ Վերականգնված խաղաղության մասին մնացյալ բոլոր հայտարարությունը բացապես բանտրանք են եւ մեզ անպատասխանատվություն։ Հայերու ցեղասպանության հանդիսումը կկրկնեն իրականացվի մեր միջազգային ճանաչում ստացած իրավունքներուն իրագմամբ։ Մարդու արժեքը իր արժանապատվությունը, այսինքն ինքնորոշման իր կարողությունի մեջ ըսած է փիլիսոփա Հեգելը։ Եվ ես արգավեցնեմ, թե մարդու արժանապատվությունը նաև անոր կարողությունն է թիմադրելու եւ շնտակվելու անվարկեշտ զուհաջամքի դադարքի, որ միլիոնավոր շամներով բարձրացրվի մեր ասպե իր իրական շայրը հույրացնելու նվանագով։ Սա է մեր բայկարի հիմացը, մեր ընտանուր ուխտը, հայտնիքի եւ ասքի սերը առաջնորդ է մեր բայկարը։ Գեցե ազատ, ինքնիշխան եւ անկախ Արևմտյան Հայաստանյան Հանրապետությունը շնորհակալություն։ Այժմ ի պատիվ Տիկին Լիդիա Մարկոսյանի մեր երրորդ նախագահի, երկրորդ նախագահի, բայց երրորդ ժամկետով անցած նախագահի պատվին մենք ունենք տեսաձայնագրություն, կխնդրեմ, որ դա դիտենք։ Joe Biden has formally recognized the massacre of Armenians. Sur l'histoire des Arméniens, Armenia has criticized Azerbaijan over its decision to arrest several ethnic Armenian leaders. It brings out memories of genocide against the Armenians. Armenian state television says that a ceasefire has been agreed between Azerbaijani and ethnic Armenian forces after intense fighting in Nagorno-Karabakh. La présidente de la République de l'Arménie occidentale, Madame Lydia Markosyan, a prononcé un discours solennel devant l'ONU. Speaker is Lydia Markosyan, Assemblée des Arméniens. Bonjour. Merci, Madame la Présidente, de m'accorder la parole. Je voudrais saluer l'ensemble de cette Assemblée et saluer les efforts de tous les peuples autochtones dans leurs efforts dans l'application de leurs devoirs. Հայ ժողովուրդը հասկանա ինչ կարգավիճակը ուզե ունենալ։ Մենք շատ լավ գիտենք, որ հայերը բնիկ են իրենց տարածքներում, բնիկությունը մեզի ոգներ, պաշտպանել մեր իրավունքները։ Արցախի ժողովուրդը շատ լավ գիտենք, որ անուն բնիկ են իրենց տարածքում, Արցախը գոբատկանի այն Հայաստանին, որ ճանաչվեցավ 1920։ First of all, I would like to thank our institutions, the government, the parliament, who have worked to make this conference a reality. Through this conference on Anaï, we will be immersed in the world of an indigenous
Ես Լիդիա Մարտիրոսյան, Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ, կրիկ հայ ժողովրդի ներկայացուցիչն եմ։ Արևմտյան Հայաստանի Հանրապետությունը հայ ազգի կրկության միակ ջամբան է։ Կրիկ հայ ժողովուրդը իրավունք ունի ապրելու իր հայրենիքի մեջ։ Արևմտյան Հայաստանի ազգային ժողովուրդը ստեղծված է 2004 թվականի Շուշիի մեջ, իսկ ասամբլեն ստեղծված է 2005 թվականին Արցախի մեջ։ Կնիկ հայ ժողովրդի իրավունքները համակրված են ՄԱԳ-ի 144 պետություններու կողմէ 2007 թվականի սեպտեմբեր 13։ Անահիտ Սուրի մայր ամենային ստացության, բարերար համային մարդկության և բնության։ Այժմ Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահի ելույթը, պարոն Արմենակ Աբրահամյան։ Շատ շնորհակալ մեզ բադիվենջի համար գերարժան բادرակներ դիգնայտ եւ բարոնայտ բեդություներու եւ միջազգային կազմակերպություներու ներկայացուցիչներ Արևմտյան Հայաստանի Հանրապետության խորհրդարանի պատվարժան պատգամավորներ կառավարության հարգելի անդամներ կազմակերպության ղեկավարներ հանրապետության քաղաքացիներ արտարության եւ ժողովուրդներու արժանապատվության բարեկամներ այս խորհրդանշանական եւ պատմական 2022 նոյեմբերի 2025-ը շարունակության է եւ վերականգնված ինքնիշխանության այսօրվան ես կստանցնեմ ամբողջ ազգին եւ միջազգային հասարակության արչեւ Արևմտյան Հայաստանի Հանրապետության
նախագահի բարձր եւ ծանր պատասխանատվությունը։ Այս պաշտոնը կստանձնեմ խոնարհությամբ, խոր գիտակցությամբ եւ պետական պատասխանատվությամբ, ծանրությունը լիովին զգալով։ Այս պաշտոնը իմ անձնական մենաշնորհ չէ։ Հանգը պատկանի մեր փնիկ հայազգին Արմենիան Հայաստանի անոնց, որոնք ապրեցան, դիմադրեցին եւ սերունդ է սերունդ, բահեցին անչեջ լույս գոյության, ազատության եւ հարտալության անխախտ իրավունքը։ Արգանքի դուրք պատմության եւ հիշողության։ Այսօր մեր երկմնակալության արարողությունը կդեղավորենք մեր բազմա տարիան պատմության շրջային մեջ, իշադակ մեր նախնիկներուն եւ մեր զոհերուն, որոնք 1894-ից մինչև 1923 թվականներուն հայազգի դեմ իրականացված ցեղասպանության ընթացքին եւ ի բադիվ այն բոլոր սերունդներուն, որոնք շարունակեցին բահել իրավունքի եւ ճշմարտության ձայնը։ Այս ցեղասպանություն ծրագրված եւ կոծադրված մեր պատմական հայրենիքին եւ ճանաչված պետություն մեջ նպատակ ուներ ոչնչացնել ամբողջ ազգը։ Բաղկակրթության եւ իշխողության բայց անչեր կարողացավ ջնջեր մեր գոյության դերևեն գամքը։ Արմենիան Հայաստանի պատմությունը միայն դարաբացի պատմություն չէ, ան նաեւ օրինական եւ բարոյական թիմադրության պատմություն մնե ազգիմը, որ երբեք չի հրաժարվեցավ իր ինքնուրույնտերեն եւ իր իրավունքներեն։ Մենք չենք մոռնալ, որ 1919 թվականի հուլիսի 7-ին Կոնստանտինոպոլսո ռազմական ադյան Օսմանյան իշխանություններուն երթագա դատապարտեց ցեղասպանության գլխավոր պատասխանատուները։ Այդ դատավճիռը մինչև այսօր գմնա միջազգային պատասխանատվության բարտադիր իրավական իմքը եւ ամամարտկային արդարության անխորտակելի նշացող։ Մենք չենք մոռնալ նաեւ, որ Վերսայի տաշնագրի 2028-2030 օդվածները եւ 1920 թվականի օգոստոսի 10-ի Սևրի տաշնագիրը նախագահ Վուդրո Վիլսոնի իրավարար վճիրով միասին միջազգային իրավունքով հաստատեցին անկախ հայկական պետականության գոյությունը իր պատմական Արմենիան Հայաստանի նահանգներում մեջ։ Այս փաստաթղթերը անտառնալի մշտական եւ անպեկանելի իրավական իմքերն են, որոնք կշարունակեն հաստատել մեր պետական գործունեության լեգիտիմությունը։ Պետական շարունակականություն եւ Արմենիան Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը։ Արմենիան Հայաստանի Հանրապետության նորաստեղծ պետություն չէ, անգփղի ճանչված եւ մշտական իրավունքի շարունակություններ են, որոնք պաշտոնական եւ ազգային ներկայացությունը վերականգնվեցավ 2004 թվականի դեկտեմբերի 17-ին Շուշիի մեջ ազատագրված Արցախի մեջ։ Ժողովուրդներու ինքնորոշման իրավունքը ամրագրվեցավ մագի կանոնադրության եւ բազմաթիվ բանացեվելով։ Գրվերապերվի նաեւ մեր ազգին։ Մեր պետական գոյությունը գփխի անընդհատ եւ օրինական ինքնիշխանության քիզեն Սևրի տաշնագիրեն մինչև մեր օրը։ Ոչ մեկ միագողմանի արարգը նույնիսկ 1923-ի Լոզանի պայմանագիրը
գրնա չեղարգել մեր անդրաբեդության նշանական բանական կոյությունը չէ, անմիջազգային իրավունքի լիարավ գառուցումն է, որ կներկայացնե Արևմտյան Հայաստանի բնիկ հայության ժառանգները, որ դուք եք։ Այսօր մենք գվերաաստատենք մեր քոյության իրավական վավերականությունը եւ մեր գամքը ցայն ճանաչել տալու միջազգային իրավունքի ճանապարհով արդարության, խաղաղության եւ մարդկային աջանաբարության սկզբունքներով։ Արդարության պարտավորությունը եւ միջազգային պատասխանատվությունը։ Արևմտյան Հայաստանի Հանրապետությունը պիտի շարունակի իր դիվանագիտական եւ իրավական ջիքերը միջազգային պատասխանատվությունը սահմանելու այն պետություններուն, որոնք մեղսագից եղան հայ ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանության։ Մենք պիտի դիմենք Գերմանիո Դաշտային Հանրապետության որպես գերմանական քայծության ժառանգորդ եւ Թուրքիո որպես Օսմանյան քայծության ժառանգորդ։ Մեր բանջադիրությունը հիմնված է միջազգային իրավունքին, միջազգային արդարության դատարանի նախատեպերուն եւ պետություներու պատասխանատվությամբ ամենտանուր սկզբունքներով վրա։ Մենք պիտի իջեցնենք, որ գերմանական եւ օսմանյան քայծություներու անցակցությունը 1894-ը մինչև 1923 տարիներում քաղաքական հարցը չէ, ան անթարության եւ ադուցման անխուսափելի հարց է։ Արևմտյան Հայաստանի Հանրապետությունը չի պահանջել ոչ վրիժարություն, ոչ բաժամիջոց։ Մենք կպահանջենք ճշմարտության ճանաչում եւ պատմական վնասի ադուցում։ Իսկական հաություն չի կառուցվիր մոռացումով, ալ միակ արդարությամբ եւ արդարությունը չի կերդվիր ջղթումով, այլ ճանաչումով եւ վերականգնումով։ Մենք պիտի շարունակենք դիմել նաեւ Ֆրանսիայի Հանրապետության եւ Միացյալ Ազգերու բոլոր անդամ պետություներուն ուղղակի կամ անուղղակիորեն առնչված մեր ազգին կրած որպեգություններուն, հիմնվելով միջազգային իրավունքի միջազգային արդարության դատարանի եւ եվրոպական մարդուն իրավունքներու դատարանի նախադեպներուն վրա։ Լուրը ուղղված ազգին եւ աքսորված հայերուն։ Արևմտյան Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, մեր աքսորված հայրենագիցներ եւ զավակներ 5 մարտունամակներուն վրա դարազված։ Այս երկմնակալությունը ձերն է։ Դուք եք մեր իշխողության բահաբաները եւ ապակային գերտողները։ Ձեր քաղաքականությունը նույն նվիրվում է եւ ավատարամությունը ազգային տադին կշնորհեմ Հանրապետության իր գենտանի բովանդակությունը։ Մենք միասին վերականգնեցինք մեր պետական աստատումները, ամրապնդեցինք մեր միջազգային ներկայացությունը եւ վերակենդանացուցինք մեր ինքնիշխանության իրավական իմքերը։ Մեր պարտականությունը այժմ ամրապնդել համահայկական ամերաշխության եւ ամերաշխություն միացնել մեր ուժերը զարգացման, մշակույթի եւ արտադրության ծրագիրներուն շուրջ եւ ապահովել, որ Արևմտյան Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի զգա պատկանելությունը արժանապատիվ եւ ճանաչված քաղաքական ամենքի։ Արևմտյան Հայաստանի Հանրապետությունը պիտի շարունակի կորձեր միջազգային իրավունքի շրջանագին մեջ, համագործակցելով Միացյալ Ազգերու կազմակերպության, Եվրոխորհրդի եւ բարեկամ պետություններու հետ, խաղաղության, իշխողության եւ բնիկ ժողովուրդներու իրավունքներու ճանաչման
նպատակի համար։ Դիվանագիտական բացում եւ աբակային տեսլական։ Գերարժան դիվանագիտական ներկայացուցիչներ Արևմտյան Հայաստանի բարի կամքով գտիմե բոլոր ազգերուն։ Մենք չենք փափագիր վերաստեղծել անցյալի ագամարտությունները, այլ կառուցել արդար եւ խաղաղ աբակամը։ Կկոչենք անգերց երկխոսության այն պետությունները, որոնք գհարգեն միջազգային իրավունքի հարժեքն ու պատմական պատասխանատվության սկզբունքը։ Մենք կսկիզբենք կազմել համագործակցության քաղաքականությունը մեր համաշխարհային գործընկերներուն հետ, հիմնված իշխողության, մշակույթի, արտադրության եւ ամերաշխության վրա։ Արևմտյան Հայաստանը բազմաթիվ արվեստագետներուն, մտավորականներու եւ նահատակներուն օքեղեն հայրենիքը գփափագի դառնալ գամուրջը բացմության եւ արդիության միջև, իշխողության եւ աշխուժության միջև։ Հիմա ժամանակը եկավ ձեր դիմացը երդումս ներկայացնելու։ Երդումը կներկայացնենք եկած Արևմտյան Հայաստանի խարի վրա գոշիկները կհանենք միշտ խարի վրա մի բաժակ անայդի ջուրը կխմենք կներեք իսկական անայդի ջուրն է, հա։ Մեր Արևմտյան Հայաստանի հողովը գտնենք։ Ցախ ցերկը դրոշակի եւ սահմանադրության վրա, աչ ցերկը ձեր դիմացը։ Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը ստանձնած լույսին եւ Արևմտյան Հայաստանի հայ ազգին արչեւ միացյալ ժողովուրդներու ներկայացուցիչներուն դիմաց ես կերդվեմ ավադարիմ ծառայել Արևմտյան Հայաստանի Հանրապետության պաշտպանել մեր պետության լեգիտիմությունը անխախտ հարգել սահմանադրության պահանջները եւ քաղաքացիական ազատությունները ապահովել հանրապետության անկախությունը, դարածքային ամբողջականությունը եւ անվտանգությունը։ Արևմտյան Հայաստանի բարքի եւ ամբողջ հայ ազգի բարօրության համար աշխատիր անդադար որբեսի արդարությունը իրականացվի մեր ազգի նկատմամբ միջազգային իրավունքի սահմաններու մեջ եւ կորձեր միշտ անուն խաղաղության, ճշմարտության եւ ամբողջական հայկական պետության շարունակականության գեցե Արևմտյան Հայաստանի Հանրապետությունը, գեցե արդարությունը եւ գեցե հայ ազգի իր վերականգնված արժանապատվությամբ։ Շնորհակալություն։ Հարգելիները ժամանակ եկավ, որ մենք ներկայացնենք մի բստիկ ձայնագրություն կապված մեր հրամանատարը Լեոդիդ Ասկալյան։ Լեոդիդ Ասկալյանը, որը այսօր 83 տարեկան պետք էր ունենար, ինչպես որ գիտեք, սկիզբեն ի վեր միասին էինք, ես իրեն միացել եմ Մարտակերտում, ինքը եկավ ինձի վերցնելու, ես արդեն Ստեփանագերտ էի եւ անդեր կպատրաստեի դողաները Շուշի կոծողության համար, այն ժամանակ նորեն
բարոն Լեոնիդը եկավ, սա բա Արմենակ ինչ կնես այստեղ, ես ասի բա դղաները կպատրաստեմ, ինձ ասա բա քեզի պետք ունիմ ես մարդագերտ, ասի եթե բարոն կոմանդոսին հետ կպայմանավորվեք, ես կմիանամ ձեզի եւ այդպես պայմանավորվեցին եւ կացի մարդագերտ դղաները պատրաստելու համար եւ այնտեղ աշխատեցանք մինչեւ Քարվաճարի ազատագրումը ապրիլի 1-ը 1993-ից։ Վստիկ ձայնակցություն ցույց դամ սեզի մենք Վլադիմիր Բալայանին հետ էինք, իրեն ծնունդյան օրն էր Վլադիմիր Բալայանի եւ ներկա էր ակցորված հայության հյուրեր եւ մեր արցախցի ժողովուրդը։ Հիմա ցույց տամ ձեզ։ Hayır.
Ader Հարգելիներ, Արևմտյան Հայաստանի Հանրապետության խորհրդարանի շնորհավորական խոսքը։ Մեծարգո նախագահ, պատվարժան պատգամավորներ, հարգելի հյուրեր, ողջունում եմ մեզ բոլորիս այս կարևորագույն եւ պատասխանատու միջոցառմանը մասնակցելու մեծ ու փառավոր պատմություն կերտելու համար։ Այո, կերտելու, քանի որ դուք աշխարհին ցույց եք տալիս, որ հայը բռունցք է, սիրտ է, ոգի է, դար է, հիմա է եւ հարատև է։ Անհնար է կոտրել, անեացնել մեր ոգին։ Շնորհավորում եմ մեզ Արևմտյան Հայաստանի Հանրապետության պատգամավորներին եւ ողջ հայ ժողովրդին այս պատմությունը կերտելու եւ մասնակից լինելու երկրի առաջնորդին ընտրելու համար։ Առաջին հերթին եւ նաեւ Արմենակ Աբրահամյան նախագահին այս պատվո հարթակին եւս մեկ անգամ կանգնելու եւ մեզ բոլորիս առաջնորդելու, իմաստնություն ներդնելու եւ հաղթանակ կերտելու համար։ Եվս մեկ անգամ շնորհավորում եմ եւ ի գործ։ Հարգելիներս, նայեցեք, այո, ադբադասխանությունը վերսեսի եւ պիտի այդ բայկարը շարունակեմ մեզի համար, ցեզի համար։ Ադի մաստով ես կուզեի իմա մի քանի բզդի քախնիկ, որովհետեւ գիտեք ինչ կա ամբողջ աշխատանքներուն մեջ
դարբեր քաղաքները կան եւ ես գուզեի բզդի քաղաք մը ներկայացնեմ ցեզի, որովհետեւ այսօր մասնավորապես եւ բարոն Ասկալյանի ծնունդյան օրն է եւ մեր իրավարար Վիլսոնի նախագահի Վիլսոնի իրավարար վճիրի օրն է նոյեմբերի 22-ը եւ շատ ամենտեղ շատ դեղերը իմա եւ չեն գիտեր զարմանալի է բայց գխոսվի Վիլսոնի իրավարար վճիրի մասին եւ նույնիսկ կմտածեն որ Վիլսոնի իրավարար վճիրը ովևէ կապ ունի այստեղի այսօրվան Հայաստանին հետ բայց գներեք լավ է թող ատբեն զգան կամ ատբես մտածեն իրավարար վճիրը ուղղակի կապ ունի արևմտյան Հայաստանին հետ պետք է հասկանանք այստեղ ես կրնամ ընդունիմ որպես նախագահ որ ամբողջ հայությունը իր ասենք թե իրեն կպատկանի իրավարար վճիրը Վիլսոնի ես կրնամ ընդունիմ որովհետև մենք մեր սիրտը շատ մեծ է բայց գա իրավանական փաստեր գա պատմություն իսկական պատմություն ոչ սարկած պատմություն կամ գերձ պատմություն այստեղ պետք է հասկանանք որ նախ ով լիազորություն կոնտակտով ով լիազորություն տվավ Բողոս Նուբար Փաշայի մեր մեծը որ ինքն է որ սկսել է այդ աշխատանքը մեր կաթոլիկոսն է Գևորգ 5-րդ այստեղ կարևոր կետ մգա Գուզեմ ասեմ ձեզի որ մեր իրավանական պատետը ունի իմքը բարոյական իմքը ունի ուղված եւ դվավ կաթոլիկոսի կողմը ասենք թե ադբես չէ որ մենք մինակ մեր ինքնակլուխով ուզեցանք մեր պիտականությունը ոտքի տնել կամ մեր իրավունքները ոտքի տնել պետք է այստեղ ատկապը մենք շատ ուշադիր լանք որ մեր պիտականության հիմնավորված է հոգևորության վրա ուղղակի եւ անուղղակի բացի որ կաթոլիկոսի կոզողությունը պատասխան մնե ցեղասպանությանն երբ կխոսենք արևմտյան Հայաստանի մասին պետք է հասկանանք ինչի մասին կխոսենք լիազորություն տվավ Նուբար Փաշային Նուբար Փաշան ինքը աշխատել է Անտրանիկ զորավար Անտրանիկին հետ եւ անոնք Տիգոն գայնեցին այն ժամանակ Շաումյանին, որբիսի Ռուսաստանը դեկրետով ճաշնա տաշկա Հայաստանի հայության ինքնավորոշման իրավունքը մինչև անկախություն։ Գասկնակ ուր դերեն գուկանք մենք, ասենք թե օտից բեդություն մչենք, մենք ամբողջ պրոսեսը եղավ, որբեսի մեր պետականության արդեն միջազգային օրեն ճանաչված լա ռուսական դեկրետով մեր ինքնավորոշման իրավունքը մինչև մեր անկախություն։ Այդ ռուսական դեկրետը, առաջին դեկրետը կգտնվի կներեք առաջին Ռուսաստանի սահմանադրության մեջ այսօր։ Շարունակենք։ Երբ կխոսենք իրավարար վճիրի մասին, մենք կխոսենք Վիլսոնի 14 կետերի մասին, հարգելիներս, մինչև իրավարար վճիրը արդեն Վիլսոնը ինչ ասավ, ինչ ներկայացնեց, ինչ քրեց, 12-րդ գետով ինքը ջանցավ Օսմանյան քայծության որպես պետություն եւ արևմտյան Հայաստանը որպես ավտոնոմ
դարաշք, ավտոնոմ պետություն, ասենք թե ադբես չէ, որ իրավարար վճիրը օրմը ծնվել է։ Այստեղ պետք է հասկանանք, որ իրավարար վճիրը Ուիլսոնի մասին է խոսքը, Գաբոնի Ուիլսոնի 14 քեդերի հետ։ Եվ ոչ մեկը այդ իրավասությունը չի կրնա մեզի քաշել վերցնել, օրտակորձել իրենց անձնական ուզածներով, այդպես բան չկա։ Եվ այդպես եղավ, որ նույնիսկ նամակներ ունենք մենք մեր Արմենիան Հայաստանի արխիվներուն մեջ, նամակներ ունենք Բողոս Նուբարը եւ Ուիլսոնին է միջև։ Եվ նամակներում մեկը այստեղ։ Կշարունակենք, այս պետությունն է, որ ունվարի 1920 ճանաչվել է դե ֆակտո, այս պետությունն է, որ ճանաչվեց առանց սահման, այս կառավարությունը, որ բայիս 15/1919 ստեղծվել է Պողոս Նուբար Փաշայի կողմեն, ես այսօր բոլոր գաղտնիքները կներկայացնեմ ձեզի, այդ նպատակով, ինչ նպատակով, որովհետև այդ պատետը, որ հիմա կներկայացնեմ, երկու շաբթի կխրկեմ Միացյալ Նահանգներում։ Կշարունակեմ, ուզում եմ, որ մեր գործունեությունը անմիջապես կսկսի, եւ ժամանակ չունին դուրսովելու, անմիջապես կսկսի։ Այստեղ պետք է հասկանանք, որ Միացյալ Նահանգները ջանցավ մեզի դե ֆակտո եւ դե յուրե, դե ֆակտո ջանցավ այստեղ ապրիլ 23/1920 եւ դե յուրե ջանցավ մայիս 11/1920 եւ դե յուրե ճանաչումին մեջ այստեղ գրված է, որ հիմնավորված է այդ որոշումը, այդ վճիրները, որ կատարվեցին Հայաստանի տարածքում, ասենք թե ցեղասպանության մասին է խոսքը։ Շարունակենք։ Մայիս 11-ի մասնավոր սենատի որոշումն է, որտեղ այստեղ անգլերենով գրված է ջարդելու մասին։ Պետք է հասկանանք, որ երկու մանդատի խնդիր կար այստեղ, Միացյալ Նահանգներու կողմեն։ Առաջին մանդատը պաշտպանել Հայաստան պետությունը, երկրորդ մանդատը, որ պարոն նախագահ Ուիլսոնը իրավարար վճիրը ներկայացնի։ Առաջին մանդատը հրաժարվեցին, չուզեցան, նայեցեք հարգելիներս, չուզեցան պաշտպանել մեր տարածքը, բայց ընդունեցին, որ պարոն Ուիլսոնը ներկայացնի իրեն իրավարար վճիրը։ Բայց միջազգային իրավարական տեսանկյունեն անոնք, որ հրաժարվեցին պաշտպանել մեր տարածքը եւ հետո մեր տարածքի վրա նորեն ջարդերը շարունակվեցին մինչև 1923-ը, կնշանակի, որ անոնք այսօր պատասխանատվություն ունին, չի պաշտպանեցին մեզի, ինչպես որ Ֆրանսիա, պատետը, որ ես խրկեցի հիմա օգոստոսին, չի պաշտպանեց Կիլիկիա հայերը եւ թողեց Կիլիկիա հայերը երեխեքները թողեց Պաշի բուժուկներու ցերկերի մեջ եւ Պաշի բուժուկները շարունակեցին ոտորեն մեզի։ Այդ օրը համար ես այդ պատետը խրկեցի այսօր պարոն Մակրոնին, որպեսզի Ֆրանսիա եկած պատասխանը ներկայացնի։ Անշուշտ պատետը 500 էջանոց գործն է, ըստ բան մեջ է։ Իմ կարծիքով ադորամար է, որ նույնիսկ պարոն Փաշինյանը եղել է մեկները շուտ Ֆրանսիա, սա արդեն ուրիշ պատմություն է։ Սենատի եւ այսօր պետք է հասկանանք հարգելիներս, որ նույնիսկ իրավարար վճիրի եւ քարտեզի վրա, եթե քարտեզը ձեզի հիմա կներկայացնեմ, այս քարտեզի վրա այստեղ գրված է նույնիսկ մեր մայրաքաղաքը, որ Էրզրում է, Գարինն է։ Հիմա կարենցիները եթե կան դալիճում, հպարտ կրնարելակ, որ
ձեր քաղաքը իսկական Հայաստան պետության մայրաքաղաքն է։ Եվ մինչև այսօրը ուժի մեջն է, ինչ որ ցեզի կներկայացնեն, իրավանական տեսանկյուն է, այսօրը ուժի մեջն է։ Եվ շատ դժվար է այս Հայաստանի համար ընդդարել ամբողջ պատերը, որ մենք ունենք, իմացեք մեկ բան, նույնիսկ դուք լավ գիտեք, որ այս սահմանը, որը այստեղ կա հիմա, Բասկաստանին է, այս սահմանը կպատկանի երկու պետության, ուղղակի Արևմտյան Հայաստանի Հանրապետության, իսկականության և Բասկաստան։ Այդ սահմանը չի պատկանի այսօր այս Հայաստանի։ Մնացած սահմանները չկան առաջգետի, իրավանական տեսանկյունին ես կխոսի, դե ֆակտոր չեմ խոսի, ուժերու մասին չեմ խոսի։ Այս առաջգետի սահմանը իրականության Ռուսաստանի սահմանն է Օսմանյան կայսրության հետ, Մոսկվայի եւ Քարսի պայմանագրերու իման վրա, որ կապ չունի մեզի հետ, որովհետեւ մեր սահմանը իրավարարվելն է այստեղ, եւ Ադրբեջանին հետ կապված պետք է հասկանանք մեկ բան, հարգելիներս, մենք չենք ընդունում այդ բոլոր անցակոծությունները, որ կատարվեցին Արցախի հայության անտեպ, փնիկ հայության անտեպ, ասենք թե հանել մաքրեր, ոչնչացնել ցեղասպանել մի ժողովուրդ, փնիկ ժողովուրդ, իրենց դարաշները քողանալու համար անընդունելի է, իրավարական տեսանկյունեն անընդունելի է, չկա չեք գտնելու մեկ հատ կետ միջազգային իրավունքներում մեջ, որ մեկ հատ ովևէ պետություն իրավունք ունի մեկ հատ ժողովուրդը ոչնչացնել իրենց դարաշները քողանալու, չեք գտնելու, չկա դես բան, եւ Արցախի եւ Արևմտյան Հայաստանի հայության հանդեպ։ Ադիմաստով հարգելիներս, մեր իրավանական փաթեթը զոր է, իմնավորված է, մենք ունենք բազմաթիվ իմքերը, գոչելով, հայտարարելով, պաշտպանելով մեր ամբողջական Հայաստանը, բոլորին դիմաց եւ Եվրոպա պետություններուն, եւ Միացյալ Նահանգներու, եւ Ռուսաստանի, ինչպես որ գիտեք, Ռուսաստանը ամիջապես իմքը ունի կապված մեր պետականության, մի խոսքով բոլոր պետությունները ովևէ չափով ուղղակի ինչպես որսի եւ անուղղակի ցևով պատասխանատվություն ունին մեր այսօրվան վիճակին հետ եւ մենք որպես Արևմտյան Հայաստանը մեր քաղաքականությունը ուղղված բիդելլա այդ պետությունները կանչելու որպեսի ովևէ չափով պատասխան տան եւ մենք արդեն կչափենք այդ ամեն ինչը եւ կներկայացնենք իրենց որպեսի այդ պատասխանները ստանան։ Շատ շնորհակալ եմ եւ մենք սա մեր առաջին աշխատանքն է, որ երկուշաբթի արդեն միսիլի պես գերտա իրեն դեղը։ Շնորհակալություն ձեզ։ Հարգելի հյուրեր, պատվիրակներ, այժմ մի միջոցառում, այսպես ասած, խորհուրդ։ Ներկայացնում եմ մի խորհուրդ, որը երկար ժամանակ հանձնվել է արժանապատիվ եւ հպարտ հայորդիների։ Խոսքը գնում է հայոց իշխանի շղթայի պահապանների մասին, որը այժմ փոխանցվի հայորդի Արմենակ Աբրահամյանի կողմից, որը կրում էր իշխանի շղթա, հաջորդ իշխանի շղթայի կրողը պետք է լինի Արևմտյան Հայաստանի հայորդի Վազգեն Սիսիլյան։ Եղբայրս այսօր ինչ հետաքրքիր օր է, եւ ծնունդներով, եւ վերականգնություններով, եւ ուժերով, այդ շղթան, որ կտեսնանք այստեղ,
ունի հատուկ նշաններ այստեղ։ Ամեն մեկ նշանը ունի իրեն բացատրությունը, բայց պետք է իմանաք, այդ ամեն ինչը որ կտեսնաք ուժ փոխանցելու համար է։ Ես մեծ բադիվ ունիմ իմ եղբայրիս այդ ուժը փոխանցելու։ Զորավիկ եմ Հայաստանից, հայոց իշխանի շղթա պահապան Մրուք Կարո Կարապետյան։ Խոսքը քեզի ջանես։ Շնորհակալություն, սա այսօրը ինքը արդեն մեր համար պատմական օր է։ Մանավանդ այդ շղթան գարձեմ ահագին դեղեր հարցեր է, բայց այսօր բադիվը ինձ դրվեց, որ Հայաստանի, Արևմտյան Հայաստանի նախագահի կողմից ընդունեմ այդ ու շարունակեմ ու ասեմ Արևմտյան Հայաստան ասելով ես այդ բառը այդպես ցեվական, վերացական չեմ ընդունում։ Ես հավատում եմ, ես քննալու եմ այնտեղ, ես պայքարելու եմ դրա համար այսօր այստեղ եմ։ Ինձ համար այսօրվա Հայաստանը հարգելով ամեն ինչը հանքրվան է ընդամենը ազատագրված Հայաստանի մի մաս է։ Այո, Արևմտյան Հայաստան, Մեծ Հայաստան, Արցախ Հայաստան։ Եթե պատմականորեն նայենք, Ադրբեջան գոյություն չունի, դա էլ Հայաստանի մի մաս կարելի է համարել։ Այնպես որ ես պայքարում եմ, ոչ թե մենակ հուսով եմ, այլ պայքարում եմ հասնելու դրան։ Հուսով եմ իմ ապրելի կյանքի ընթացքում հասնենք այդ բոլորին ու միասին։ Նորից շնորհակալություն։ Մասնավոր շնորհակալություն կուզեի այտնեմ Գարաբետ Կարապետյանին, որ այդ սիրտը ունի, այդ որակը ունի, այդ մագարտակը ունի մեզի պարսասնելու համար եւ շատ ուժեղ ինք մնե, հոգի մնե։ Մենք իրարից շնորհակալ ենք, որ իրար առողջ ենք։ Շնորհավորում եմ այսօրվա այս ազորով բոլոր դիտողները, թե նախագահության, թե սպարքերները եւ Վիլսոնի այդ հրավառ կշիռը եւ մեր լեգենդար հրամանատարի ծնունդը որ այսօր։ Այո, ապրեք։ Այո։